գնահատում եմ աղետալի, ամոթ, հայտարարություն, խարան, ինչ բան որ խոսք կա, կարելի է այս ամեն ինչին ասել, որտեղ սա ինչ որ արվում է, իրադարձ շատ մեղմ է ասած այդ մարդկանց հանդեպ, իրադարձ շատ մեղմ։ Այդ մարդիկ բարոյական, գրված եւ չգրված բոլոր օրենքները խախտած մարդիկ են։ Այդ մարդկանցից նույնիսկ մարդկության հոց չի գալիս, ուր գնաց հոգևորական, ես ճիշտ ասած զարմանում եմ, մինչև հիմի, մինչև այս պահին, ինչու այդ մարդիկ դեռ գտնվում են հայ առաքելական եկեղեցու մեջ։ Այսինքն ինչի իրենք կարգալուց չեն արվել։ Ես չգիտեմ կանոնակարգը ինչպես է լինում կարգալույս լինելու, բայց իրենք ինչ որ անում են, սա եկեղեցին քանդել է նշանակում։ Պարոն Չիդիլյան, դուք այդ արքեպիսկոպոսներից մեկին շատ մոտիկից ճանաչում եք, ծանոթ եք նրա գործունեությանը ձեր թեմում, ինչ կասեք նրա մարդ տեսակի, հոգևորականի տեսակի մասին եւ արդյոք հնարավոր է, այդ արժեհամակարգով հայոց եկեղեցում բարեփոխումներ իրականացնել, այսպես չակերտավոր։ Ես Վազգեն եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին ճանաչում եմ նա երբ որ աբեղա էր, երբ նշանակվեց 2003 թվականում Վիրայով ստենի առաջնորդ։ Այն ժամանակվանից ես իրեն ճանաչում եմ եւ ինքը երբ որ եկավ շատ մենք հույսեր էինք կապում եւ բոլորս հավաքվեցինք իր շուրջը, որպեսզի կարողանանք մեր համայնքը ավելի ակտիվացնենք, աշխուժացնենք եւ բավականին արդյունավետ ես նաեւ երկար տարիներ աշխատել եմ հենց թեմում, ոչի պաշտոն է, եղել եմ թեմի մշակույթի բաժնի խորհրդի անդամ, որ մեր համայնքի մշակույթի գործիչներն են ընդգրկված եւ անում էին տարբեր բազմաբնույթ միջոցառումներ, հետո հիմնադրվեց Հայատուն կենտրոնը եւ սկսեցինք ակտիվ գործունեություն, բայց այդ ընթացքում վերջը այնպիսի ահրավիխների հասավ մեր թեմը, որ աննկարագրելի է։ Եվ ինչպես գիտեք, 2018 կարծեմ, 17 թվականին հենց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը լքեց մեր թեմը, որովհետև հասունացել էր մի ահավոր մի սկանդալ էր հասունացել, որտեղ մեղադրում էին կոնկրետ մարդիկ եւ հոգեվորականներ, հենց հոգեվորական կնոջ հետ սեռական հարաբերությունների մտնելը, որի արդյունքում այդ հոգեվորականը քահանան ամուսնալուծվել էր եւ քանդվել էր ընտանիքը, եւ նաեւ մի խումբ մարդիկ կային, որ կոնկրետ սրբապղծության մեջ էին մեղադրում Վազգեն եպիսկոպոսին, մի խումբ մարդիկ կային, որ հսկայական ֆինանսական մախինացիաների մեջ էին մեղադրում փաստարկներով եկեղեցիների վերանորոգությունների ժամանակ։ Եվ այդ ժամանակ ինչ շատ մարդիկ, ով որ դուրս էին եկել Վազգեն Սրբազանի դեմ, ամեն ինչ անում էին, որպեսզի ես որ եղել եմ ժամանակին պաշտոնյա, այդ ժամանակ ես արդեն թողել գնացել, որտեղ անհնար էր Գումբուրդոյի դեպքերից հետո անհնար էր այդ մարդու հետ իսել ընդհանուր առհասարակ ընդհանուր գաղափարներ եւ երազներ եւ երազանքներ մեր համայնքի ապագայի մասին։ Ես այն ժամանակ ոչ մի բան չեմ խոսացել, հատուկ միայն այն պատճառով, որտեղ ինքը մեր եպիսկոպոսն է եւ դա այդ ամենը կարող էր վտանգել եւ նսեմացնել եւ հեղինակազրկել մեր եկեղեցին, հասկանում եք։ Եվ նույն մարդկային առումով, որ մենք երկար տարիներ աշխատել ենք իրար, բայց հիմա իրենք ինչ որ անում են, սա արդեն բոլոր գծերի խախտումն է, սա արդեն խանդում են մեր եկեղեցի հիմքերը, հասկանում եք։ Սա բարեփոխում չի կարող, ինչ որ մեկը դեռ նորմալ, adekvat մարդ կարող է մտածի, որ այս ամեն ինչը բարեփոխում է։ Ես ուզում եմ իրենց ստապեցնել, որ սա մեր եկեղեցու հերթական ոչնչացման փորձն է իրականացվում։ Այս որակի մարդու հետ մենք հասկացանք, որ անհնար է, բարենորոգման որևէ ծրագիր իրականացնել ձեր կարծիքով, ձեր վերլուծությամբ, հայրենիքում չգտնվելով, բայց ամեն մի մանրուքին այսպես տիրապետելով, ինչ է արվում, ինչ փորձ է արվում եկեղեցու հետ կապված։ Միայն մի բան պատկերացնենք, եթե հանկարծ Աստված չարասել այս մարդիկ, այս 10 եպիսկոպոսները, որոնց գարի մասը հեղինակազրկվածներ են, հեղինակազրկված մարդիկ են, եւ այս մարդիկ եւ կառավարելի դրսից, իրանք մեղադրում են դրսից կառավարման մասին, դրա հարց պետք է տա այս մարդիկ ում կողմից են կառավարվում։ Բացի այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից կարող են ուրիշ ուժերի կողմից են կառավարվում, դրա մասին ոչ ոք չի
բարձրաձայնում։ Եվ այս մարդիկ գալիս են վեհարան, հարյուրավոր հոգևորականները թողնել են իրենց ծառայությունը։ Տասնյակ հազարավոր նվիրյալ հավատացյալ ժողովուրդ թողնելու է մեր եկեղեցին, հասկանում եք։ Կատաստրոֆա է եղնելու։ Մի նոր կատաստրոֆա, որ մենք տասնյակ տարիներ մեզ չենք կարողանալու հետագայում այդ նորից մենք վերականգնենք մեր երբեմնի դիրքերը։ Մեր եկեղեցին իհարկե ունի կարիք բարեփոխման, իհարկե ունի բարեփոխման, եթե բարեփոխման կարիք չունենար, այս 10 տիրադավը ի հայտ չէր գա։ Դա հենց այդ պատճառն էր, որ մեր եկեղեցուն վաղուց հասունացել էր բարեփոխմանը, բայց ոչ այս ձևի բարեփոխման, քանդման միջոցով, հասկանում եք։ Եվ ասում եմ, մեր բարեփոխման, որ եկեղեցին ուներ կարիք, հենց այս 10 տիրադավներ արդեն ցույց տվեցին, հասկանում եք, եւ հաստատ վստահ եմ, մի քանիսը կավելանան այս խմբին։ Ինչ վերաբերում է Թբիլիսիում, կոնկրետ Թբիլիսիում, մեր հավատավոր ժողովրդի երակշռող մեծամասնությունը հասկանում է, որ դավաճանությամբ հարց չի լուծվում։ Հարցերը լուծվում են միայն սիրով։ Նամանավանդ մեր եկեղեցու հարցերը ներսում պետք է լուծվի միայն սիրով եւ եկեղեցու ներսում պետք է լուծվի, այլ ոչ թե մեր եկեղեցու ամբողջ սպիտակեղեն, այսպես ասած, իլուր աշխարհի մենք սփռել ենք եւ ցույց ենք տալիս մեր կետը։ Սա նսեմացնող արարք է։ Մայրաթոր, լավ, ես մի բան եմ ուզում հասկանալ, այն մարդիկ, լավ, այս սրանք տիրադավ են ծախել իրենց հոգիները սատանային այս մարդիկ, որ գնում էին մայրաթոր, բա այն հասարակ ժողովուրդը մեկը գործ կորցնելու պատճառով կամ փող ստանալու, հասկանում են ինչ են անում։ Լավ, իրենք չեն հասկանում, որ չի կարելի ապստամբել մայրաթորի վրա, չի կարելի ապստամբել։ Դա դարեդար անեծք կա իրանց վրա։ Իրենց ընտանիքների վրա անեծք են իրենք դնում, հասկանում եք, ինչպես ուզեն որ չներկայացնեն։ Սրանք անցել են, սա արդեն լուրջ հանցագործություն է, բոլոր հայ ազգի նկատմամբ հանցագործություն։ Եվ ով է պատասխան տալու։ Ով։ Սաղ աշխարհում նստած ենք, նայում ենք, թե ինչպես մեր սրբություն մայր աթորը մի խումբ մարդկանցով ուզում են փորձել ներխուժել մեր սրբության վրա, հասկանում ես, եւ պետք է մի բան ասեմ, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին Հայաստանում բնակվող հայաստանցիների եկեղեցին չի միայն։ Նա ամբողջ համասփյուր հայության եկեղեցին է։ Դա իրենք պետք է բոլորը շատ հասկանան, եթե այն ինչ որ կատարվում է Հայաստանում, ուզում են ներկայացնել լոկ հայաստանյան եկեղեցու խնդրեմ, այդ մեր ամբողջ եկեղեցու, մեր ամբողջ հայ հավատավոր ժողովրդի եկեղեցին է։ Մենք վրդոված ենք Վազգեն եպիսկոպոսի արարքից այն մարդիկ, որ նույնիսկ այն սկանդալային իր փախուստից հետո ամենայնիվ որոշ հարգանք էին տածում, որովհետև բավականին հետաքրքիր գործեր էր իրականացվել Վիրայաստանում իր կառավարման ժամանակ, շատ այդ մարդիկ այսօր ամաչում են առհասարակ, որ այդ մարդու հետ ծանոթ են եղել կամ մի սեղանի շուրջ նստել են։ Հարյուրավոր մեր հավատավոր ժողովուրդ, որ եկեղեցի իրակի պատարագի է գնում, իրան նսեմացված է, ինքը իրան դավաճանած է զգում։ Ինչ կասեք Հայաստանում ապրող մեր եղբայրներին։ Հայաստանում ապրող եղբայրներին պետք է ասեմ, որ զգոն լինեն, զգոն։ Իրենք մտածեն, հասկանան, չհավատան սուտ մարգարեներին, սուտ, որ բերելու է մեզ ինքնաոչնչացման վերջնական, ինքնաոչնչացման։ Պատկերացնում եք, հիմա Աստված չարաշե այս մարդիկ, որ գան իշխանության, եկեղեցում, չէ՞։ Պատկերացնում եք ինչ է, պառակվելու է նորից հայոց եկեղեցին, թե մեր ամբողջական, թե մեր չեն ընդունելու իրավասությունը նոր ուժերի։ Պատկերացնում եք ինչի հետ է, իրենք լավ հասկանում են, ով այս ամենի հետևը կանգնած է, լավ հստակ հասկանում է ինչ պրոցեսներ կարող են լինել։ Եկեղեցին մեր հայ ազգի վերջին հենարանն է, մեր սյունն է, մեր ազգային մտածելակերպության սյունն է։ Մարդ կարող է լինել աթեիստ, հայ մարդը, բայց ինքը չի կարող հայ առաքելական եկեղեցու զավակ չլինել, հասկանում եք, ես սպաս բան եմ ասում։ Մենք մարդիկ կան, որ աթեիստ չեն, բայց իրանք հայ առաքելական եկեղեցու որպես մշակութային եւ մշակութային մեր պլաստն է դա, որ մեր ողնաշարն է ազգային։ Հասկանում եք, եկեղեցին մեզ համար զուտ եկեղեցի կրոնական կազմակերպություն չէ։ Եկեղեցին նաև մեր մշակույթն է եկեղեցին, մեր լեզուն է, մեր խոսքն է, մեր բառն է մեր եկեղեցին, հասկանում եք։
Սա Սփյուռքում ամբողջ այս գործընթացները հայապահպանության մինչև այսօր օրը հիմնական հայ առաքելական եկեղեցին է իրականացնում։ Դուք պատկերացնում եք ինչ process-եր են տեղի ունենում։ Տեզերական եկեղեցին ուզում են քանդել, դարձնել լոկ հայաստանյան ինչ որ մի մարզի եկեղեցի, ինչ որ մի մարդու կողմից կառավարվող։ Եվ դա, չգիտեմ, ես այսպիսի բան լինելով ուսումնասիրելով մեր պատմության դրվագները, ես այսպիսի բան չեմ պատկերացնում, չեմ հիշում։ Նույնիսկ կոմունիստների ժամանակ կար որոշ գծեր, որ չէին անց։ Սրանք ամեն ինչ են թույլ տալիս եւ լավ, Հայաստանում օրենք չկա, որ ներխուժում են մի խումբ մարդիկ, մայրաթոր են ներխուժում եւ միլիոնավոր հայ եկեղեցու հետևորդներին վիրավորում են։ Օրենք չկա, խղճի օրենք գոյություն ունի։ Իմ կարծիքով նաեւ Հայաստանում էլ այդ խղճի օրենքը կա։ Ամբողջ աշխարհում կա այդ խղճի օրենքը։ Ուզում եմ հայտնել, որ մենք մեր ազգընտիր կաթողիկոսի կողքին ենք, մեր եկեղեցու կողքին ենք։ Եվ հուսով եմ, որ կտապալվի, չարը կտապկալվի եւ ինչպես նաեւ խորհրդային ժամանակ 20-ական թվականներին կոմունիստական իշխանությունը օգտագործեց այն ժամանակվա մեր երևելի Աշոտ Սրբազանին եւ Բենիկ Վարդապետին, որ դրանց մասին համարյա ոչ ոք չգիտի, միայն պատմաբանները, արդեն իրենք վաղուց պատմության աղբանոցում են գտնվում եւ նույնպես այս տիրադավները կհայտնվեն պատմության աղբանոցում։ Ես վստահ եմ։